Սա սովորական հաց չէ, որովհետև ես խմոր չեմ ուտում։ Ուստի այն պատրաստված է ոչ թե ալուրով, այլ թրջած հնդկաձավարով։ Եթե տարիներ առաջ ինչ-որ մեկն ինձ ասեր, որ դու մի օր հաց կթխես, ես այնքան կզարմանայի, որ չէի կարողանա անգամ արձագանքել, որովհետև այդ պահին կմտածեի, Արփինե, դուր հաց թխելն ուր, բայց արի ու տես, որ 43 տարիների բարձունքից այսօր մեծագույն հպարտությամբ հայտարարում եմ, որ այո, այս հացը ես եմ թխել եւ սիրով պատրաստ եմ կիսվել բաղադրատոմսով։ Մանրամասները կթողնեմ նկարագրության բաժնում, որպեսզի դուք եւս կարողանաք պատրաստել այս հացից, բայց ամեն դեպքում մի քանի խոսքով ներկայացնեմ։ Գիշերը սառը ջրով թրջում եք հնդկաձավարը, թողնում եք մինչև առավոտ, հետո ավելացնում եք ձու, հունական յոգուրտ, փխրեցուցիչ, աղ, ես նաև մի քիչ սև պղպեղ եմ ավելացրել, ինչպես նաև ավելացրել եմ արևածաղկի սերմեր, իսկ վրան լցրել եմ դդմի սերմեր, քունջուտ ու մի քիչ էլ կտավատի սերմեր։ Ջեռոցում 190 աստիճան ջերմաստիճանի տակ եփել եմ 35 րոպե։ Արդյունքում ստացել եմ այսպիսի համեղիկ, այսպիսի գեղեցիկ հաց։ Անկեղծ լինեմ ու ասեմ, որ վերջին տարիներին ես հատուկ հացակեր չեմ եղել եւ այժմ էլ հացի կարիք ու պահանջ հատուկ չունեմ, ավելի շատ քաղցր խմորեղեն եմ կերել եւ խմորեղեն ուտելու տեսքով է ներկա եղել իմ կերակրացանկում, ինչն այսօր էլին բացառել եմ։ Վստահ եմ, որ այս հնդկաձավարով հացը իսկապես զարդարելու է իմ կերակրացանկը ու կենսաուժս այս ուտելուց շատ ավելի բարձրանալու է ու ես ինձ բավականաչափից ավել լավ եմ զգալու։ Էնպես որ եթե դուք էլ կուզեք փորձել այս հացը կամ եթե ուզում եք բացառել հացը ձեր կերակրացանկից, այն կարող եք փոխարինել նման առողջարար, օգտակար եւ սպիտակուցային հացով։ Եվ ամենակարևորը ինձ համար անհանգստացողները այլևս չեն ասի. «Այ Արփինե ջան, բա դու ինչ ես ուտում, բա դու առանց հաց ո՞նց ես ապրում, բա դու ո՞նց հաց չես ուտում»։ Ուտում եմ սիրելիներս, պարզապես ուտում եմ նման սպիտակուցային, առողջ եւ օգտակար հաց։ Դուք էլ անպայման փորձեք, որովհետեւ շատ վստահ եմ, որ դուք էլ եք հավանելու։ Մեկնաբանության հատվածում անպայման նաեւ գրեք ստացվեց, ինչպես ստացվեց, հավանեցիք, թե ոչ, որովհետեւ իսկապես բաղադրատոմսը պարզ է, պատրաստման եղանակը պարզ է ու հաստատ բոլորիդ մոտ ստացվելու է։ Առողջ ապրելը ինքնախնամք է, խաղաղ ապրելը բարեկեցություն, միտքդ բաց պահիր, ապրիր սիրո մեջ, հոգ տար քո մասին,